բարև ձեզ հարազատներս, այսօր մի հետաքրքիր տեսահոլովակ է լինելու, պատմելու եմ իմ անհաջողությունների մասին բժշկության մեջ, մեր երկրում, այս 2 տարվա մեջ ինչ խնդիրներ եմ ունեցել բուժառուների հետ, 3 դեպք կպատմեմ, որ տեսնեք, որ հրեշտակ չեմ, մարդկանց սպասումները երևի ավելի շատ են ինձնից ու այսպիսի 3 դեպք է եղել, որ դժգոհ են եղել, գուցե եւ ավելի շատ կլինեն, կխնդրեմ, եթե կան բուժառուներ, ովքեր դուր չեմ եկել կամ ինչ-որ սպասումները չեմ իրականացրել, իրենց նորպես այս տեսահոլովակի տակ գրեն։ Այս տեսահոլովակը չեմ պատմում, որ ցույց տամ, որ ես ճիշտ եմ, որ իրանք սխալ են, այս բուժառուները, բան, ոչ, ուղղակի որ տեսնակ, որ խնդիրներ կան, մարդ-մարդ հարաբերությունների մեջ միշտ են խնդիրներ լինում, բայց պիտի իմանանք, որ մարդ-մարդ հարաբերություններն են մարդուն երջանկացնում են, ուրիշ ձև չկա մարդուն երջանկանալու, մարդ մենակ երբեք երջանիկ չի զգում իրեն, կամ աստծով կարող է երջանիկ լինել, բայց ինձ մարդ-մարդ հարաբերությունները նույնպես երջանկացնում են։ Ամենայնիվ խնդիրներ ունենում ենք ու ես այսօր պատմելու եմ առաջի խնդիրը դա են առաջի որը նոր է եկել Հայաստան առաջի ներարգանդային պարույրն եմ տեղադրել որ մի ամիս հետո հեշտոցում են հայտնաբերել այդ պարույրը դրա մասին առանձին գրել եմ տեսահոլովակ բայց այս տեսահոլովակի մեջ նորից կպատմեմ քանի որ այս անհաջողություններս ուզում եմ միտեղ ունենամ երկրորդ կինը որի մասին պատմելու եմ մի շատ գեղեցիկ կին եկել էր որ հղիությունի մոտ վարի որ ես վարեմ հղիությունը բայց դուրը չի եկել կեսից բժշկին փոխեց կուզեմ դրա մասին պատմել եւ երրորդը մի կին որի պոլիպը հեռացրել էի հունվարին ու երեք բլոկել եմ կնոջ առաջի անգամ եմ մարդ բլոկում իմ բուժառուներից այսպես ինչը պատմում եմ նորեն առաջի անգամ է որ պարույրը հայտնաբերում են հեշտոցում առաջի անգամ է որ հղիսի փոխում է բժշկին դրա համար սա համ իմ պատմությունն է առաջինը դրա համար եմ պատմում քանի որ սա որպես իմ օրագիրն եմ վարում այս տեսահոլովակները երկրորդը գուցե դուք տեղից մի բան կհասկանաք կքաղեք երրորդն էլ գուցե բուժառուները տեսնեն ուրիշ ձև իմ կողմի պատմությունն էլ ոչ մենակ իրանց պատմությունը լինի իմ կողմից էլ լինի պատմություն Ուրեմն հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ-բժշկական գիտությունների տեխնացու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն առաջի կինը, որ եկել էր, Միրենա, հորմոնալ պարույրը թևի տակ դրած, բժշկուհի ջան, մի 5 տարի առաջ ունեցել եմ, ինձ շատ լավ եմ զգացել այդ Միրենայով, հիմա էլ ինձ տեղադրեք։ Ասում եմ, գիտեք, անամնեզ հավաքում, ասում եմ, ձեզ պետք չի Միրենան տեղադրել, դաշտանադադարում է կինը, ջերմահորդանք, վաղաժամ դաշտանադադար, օստեոպարոզ ասում եմ ձեզ մենակ էստրոգեն է պետք նշանակեմ մի խոսքով այս կինը հիասթափված գնում է ես էլ մտածում եմ ասում լավ Միրենան որ ունի արդեն կարելի է Միրենան տեղադրել ու իրան արդեն էստրոգեն նշանակել որ ինքը այդ ոսկրեր էր ոնց որ թե կոտրվածքներ էր ունեցել բան շատ պետք էր իրան էստրոգենը Զանգում եմ ասում եմ եկեք այդ Միրենան բերեք տեղադրեմ բայց ձեզ այդ Միրենան չի կարևոր որ այդ Միրենան պետք է մեզ որ կարողանանք այդ էստրոգենը ձեզ նշանակենք Ուրախացած գալիս եմ Միրենան տեղադրում եմ ու այդ Միրենան տեղադրելուց տեսնում եմ որ վզիկի մեջ է կեսը մնացել հասկանում եմ որ արգանդը ավելի փոքր է քան այդ ներարգանդային պարույրը արդեն փոքրացել է վաղաժամ դաշտանադադար ուներ բայց քանի որ որպես հակաբեղմնավորիչ չէր այդ պարույրը ասացի դե լավ թող մնա ինչքան օգուտ կբերի ճիշտ է նա է կլիներ որ ես այդ տեղում հանեի ասեի գիտեք ձեր արգանդը ավելի փոքր է քան այս ներարգանդային պարույրը բայց ասացի դե լավ թող մնա գոնե մի քիչ էլ օգուտ կտա բայց ասացի մի ամիս հետո կգնաք սոնոգրաֆիան եք տեսնանք որ կարող է եւ ընկնի գնում եմ մի ամիս հետո որ սոնոգրաֆիանի հեշտոցից հանում են այդ պարույրը դա այն առաջի անհաջողություններ դրա մասին կարծում եմ պատմել եմ գրել եմ էջիս վրա Երկրորդ անհաջողությունը ուրեմն հղի կին է գալիս մի շատ սիրուն կին որ աշխատանքս արդեն վերջացրել եմ որ գնամ արդեն ուրիշ գործերով զբաղվեմ մի տեսնում եմ մի սիրուն կին կանգնած որ ես ձեզ մոտ եմ եկել ուրեմն ես իմ բոլոր բուժառուներին ասում եմ միջև ես ձեզ չգրանցեմ չգաք այցի որովհետև ճիշտ է ժամերս դրած են տարբեր կլինիկաներում բայց լինում է որ ծննդաբերություն ունեմ գնում եմ այնտեղ վիրահատություն ունեմ ժամերս փոխում եմ ու ինքը առանց գրանցվել եկել էր մի խոսքով իրան ընդունեցի պարզվեց որ հղի է ահագին երկար առաջի խորհրդատվությունը գոնե մեկ ժամ տևում է մոտս երկար եմ զբաղվում մի խոսքով խորհուրդները տալիս եմ դեռ հաշվառման իրեն չվերցրած արդեն իմ պլանը ուղարկում եմ որ ինչ պլանով եմ ձեզ վարելու առանձին ուղարկում եմ որ ինչ խորհուրդներ կան որ հղիներին որ ինչ ուտեք ոնց պատրաստեք մի խոսքով այդ ամեն ինչը
ուղարկում եմ, դեռ չի գալիս հարցեր է ունենում, գալիս է մի ուրիշ այցի, որ մենք այդ հարցերը բոլորը քննարկենք, նորից ենք զրուցում քննարկում, արդեն համաձայնվում է, որ վերցրեմ հաշվառման, վերցնում է բուժքույրս անալիզները, նշանակում է գնում է հետազոտությունները բոլորը անում է, ես իր այդ պայմանավորվում եմ, որ այս ժամին, այսօր այս ժամին ես ձեզ կզանգեմ, այս անալիզների վերաբերյալ կզրուցենք, բայց գալիս է այնպես, որ այդ ժամին ուժառու եմ ունենում ուրիշ, որ չսպասացնեմ, անալիզները աչքիս տակով նայում եմ, տեսնում եմ վտանգավոր բան չկա, բայց զրուցելու շատ բան կա, 40 տարեկան, առաջի եղողությունը ոնց որ ահագին շուտ, ոնց որ առաջնածին վարեմ իրեն, զանգում եմ իրան, թե զանգում եմ, թե գրում եմ, չեմ հիշում, որ զգուշացնում եմ, որ վտանգավոր բան չկա, ձեր կյանքին վտանգ չի սպառնում, պտղին վտանգ չի սպառնում, բայց կուզեմ այս հետազոտությունների վերաբերյալ, մեր հանելիքների վերաբերյալ մի հատ հանդիպենք, զրուցենք, սա հեռախոսով զանգիչ։ Ուրեմն ինչ է այն կողմից տեղի ունենում, այն կողմից պարզում է, որ այդ օրը, որ պիտի ես զանգեի, հյուրեր է ունենում, իր ծննդյան օրն է լինում, հյուրերին թողում է նստած, ինքը առանձնանում է մի սենյակ, որ հեսա բժիշկը զանգելու է ինձ զրուցի, բժիշկն չի զանգում։ Շատ հիասթափվում է այսպիսի բժիշկից, լինում է, որ չենք կարա բոլորին դուր գանք, ու տենց էլ բացատրում է ինձ, որ իմ սպասումները ավելին էին, քան դուք կարողացաք ինձ տալ։ Փառք Աստծո շատ լավ գոլեգաներ ունեմ, խորհուրդ տվեցի գոլեգաներից, ես մի երկուսի հետ զրուցեցի, ասեցի կվերցնեք իմ հղին, որ ես իրան դուր չեմ գալիս, իրանք շատ ուրախացած պատրաստ էին վերցնել, ինքը ընտրեց գոլեգաներիցից մեկի ու հուսամ բարով խերով կծննդաբերի, Աստված օգնական իրենց։ Եվ վերջապես երրորդ բուժառուս, որից բլոկել եմ, երեք, ուրեմն հունվարին պոլիպ եմ հեռացրել, հիշում եք երևի, որ պոլիպը հեռացնում ենք դաշտանից հետո, որովհետև լորձաթաղանթը դաշտանի ժամանակ հաստանում է, դաշտանային ցիկլի ժամանակ հաստանում է, ձևափոխվում է, իջնում է, դրա մասին պատմել եմ, ու մենք սպասում ենք դաշտանից հետո, որ լորձաթաղանթը բարակ լինի, այդ պոլիպը կարողանանք տեսնենք, երևի տեսել եք էջիս վրա կան վիրահատություններ, որ այդ գիստրասկոպը մտցնում եմ 2-3 միլիմետրերով այդ պոլիպը քիչ-քիչ հեռացնում եմ, վերջում էլ հիմքը այրում, որ այդ տեղից էլ պոլիպ չառաջանա։ Ուրեմն վիրահատությունը ես ծավալը բոլոր պատմում եմ բուժառուներից, իրան էլ պատմեցի, որ սկզբից կամերան մտցնում եմ, տեսնամ ինչ է կատարվում արգանդի խոռոչում։ Հետո կամերան հանում եմ, սկզբից արգանդի վզիկը քերում, ուղարկում հետազոտության, հետո պոլիպը հեռացնում, ուղարկում հետազոտության, ու վերջում էլ արգանդ այդ էնդոմետրիումն եմ ուղարկում, այս կնոջ մոտ ոչ բոլորին եմ դանում, բայց այս կնոջ մոտ արեցի, քանի որ 125 կիլո էր, մեծ է հավանականությունը, որ արգանդի խոռոչում հիվանդություն լինի, ու դրա համար կարող է դու պոլիպը բարորակ հեռացնես, բայց այնտեղ կողքը քաղցկեղ լինի, այդպիսի դեպքեր էլ կան, դրա համար անպայման ուղարկում ենք հետազոտության։ Մի խոսքով վիրահատությունը Փառք Աստծո առանց բարդությունների ավարտվել է, հետազոտությունը պատասխան է եկել է, որ բարորակ պոլիպ, ու տեղեկացրեցի բուժառուին։ Ուրեմն պոլիպներից հետո ոչ բոլորին ենք բուժում նշանակում։ Մենք սպասում ենք, կան պոլիպներ, որոնք հետո չեն կրկնվել, մի անգամ հեռացրեցիր վերջ, բայց կանայք ում մոտ պոլիպները կրկնվում են, էնդոմետրիումի գերաճ է լինում, անգամ կարող է քաղցկեղ լինել, ու դրանց մասին շատ պատմել եմ, որ կանայք են այդ խմբի մեջ մտնում, ճարպակալում ունեցող կանայք, այս դաշտանադադարին մոտ գտնվող կանայք, քանի որ պարբերաբար այս դաշտանադադարին մոտ ցիկլերը անօվուլատոր են, այսինքն ձվազատում ոչ բոլոր դաշտանային ցիկլում է տեղ ունենում, քանի որ արդեն ձվաբջիջներ չկան, քչացել են, ինչ է տեղ ունենում, ուրեմն երկու հորմոն եմ ասել, մենակ հիշեք, էստրոգեն եւ պրոգեստերոն։ Դաշտանային ցիկլի սկզբնական շրջանում այդ էստրոգենն է ազդում, որ լորձաթաղանթը հաստանում է, հետո ձվազատում է տեղի ունենում, երկրորդ հորմոնն է արտադրվում, պրոգեստերոնը, որի հետևանքով այս էնդոմետրիումը ձևափոխվում է, նոր ձևափոխված էնդոմետրիումը կարա նորմալ դաշտանի ձև դուրս գա։ Լինում են դեպքեր, որ ձվազատում տեղի չի ունենում կնոջ մոտ։ Ինչ կլինի, միայն էստրոգենի ազդեցության տակ այս լորձաթաղանթը հաստանում է ու դաշտանադադարին մոտ գտնվող կանայք նկատած կլինեն, որ ոչ նորմալ չի արդեն դա, ոչ բոլոր ցիկլերում է դաշտանը նորմալ, պարբերաբար ոնց երկարատև կլինի, մի քիչ առատ կլինի, քանի որ ձվազատում տեղի չունել է, ուղղակի այս հաստացած լորձաթաղանթը ուղղակի քայքայվել դուրս է եկել։ Ինչ է, կինը գնում է այդ հյուսվածքաբանական հետազոտությունը իրան ուղարկում եմ, որ ամեն ինչ բարորակ է, ու կինը սկսում է ինձ գրել, որ դաշտանային ցիկլս նորմալ չի, արյունային արտադրություն ունեմ, երկարատև է, բան, ասում եմ, գիտեք, եկեք մի քիչ սպասենք, նորա վիրահատություն եղել։ Վիրահատությունից հետո իհարկե կարող է դաշտանային ցիկլը նորմալ չլինել 1-2 անգամ, ասում եմ, եկեք սպասենք, եթե առատ չի ձեր մոտ, երկարատև չի,
մի քիչ սպասենք, լինում է որ կարգավորում է, եթե չէ մենք արդեն կգաք հայցի կհասկանանք ինչ անենք։ Այդ կինը գնում է գերձայնային հետազոտություն, 1 թե 2 ամիս հետո գնում է գերձայնային հետազոտությունում, տեսնում է լորձաթաղանթը հաստացած 29 մմ, համարյա 3 սանտիմետր։ Գնում ուրիշ բժշկի մոտ, այդ ուրիշ բժիշկը բնական է ասում, որ ձեզ շատ սխալ են վիրահատել, պոլիպը հեռացրել են, լորձաթաղանթը թողել, էնդոմետրիումը թողել։ Այդպիսի բան չի կարա լինի։ Առաջինը լորձաթաղանթը շատ բարակ ժամանակ ենք վիրահատում, որտեղ շատ բարակ, ու համել ոնց էլ ոչ է կարան պոլիպը կիսը թողեմ դուրս գամ։ Եթե անտառում լինի, օրինակ կարող է քեսից մենակ լինեմ անտառում վիրահատելուց, կասեմ լավ հոգնեցի, ես պոլիպել չեմ ուզում հեռացնել, բայց վիրահատարանում մենակ չեմ ժողովրդյան, այդ կամերաների վրա այդ իմ վիրահատությունը նայում է անեստեզիոլոգը բուժքույրը, իմ կողքին նստած ասիստենտը, վիրահատական բուժքույրը, բաժնի վարիչն էլ պարբերաբար մտնում է, նա ինչա կատարվում վիրահատարաններում։ Ես չեմ կարելի քեսից հոգնեմ, ասում ես պոլիպը զալած գնաց, թողում եմ գնամ։ Կամ եթե ուշքս գնա, մի ուրիշ ասիստենտը սա նստելու, բաժնի վարիչն է գալու այս վիրահատությունը վերջացնի։ Նես չէ՞ որ մենակ ինձնից է կախված այս բժշկությունը։ Թիմային աշխատանք։ Մի խոսքով ու այդ կինը սկսեց ինձ անընդհատ գրել, որ դուք շատ սխալ վիրահատություն եք արել, պոլիպը հեռացրել եք, էնդոմետրիումը թողել, ու ես առանձին իր համար մի հատ տեսահոլովակ եմ ես վերջերս նկարագրել, որ այս նորից այս լորձաթաղանթները սենց գնացին, սենց եկան։ Ու իրան բացատրում եմ, ասում եմ, գիտեք, ձեր մոտ հորմոնալ խանգարում կա։ Քանի որ քաշը մեծ է, ունեմ նայեք, այս դաշտանադադարի մոտ առաջինը ձվածատում տեղի չէր ունեցել այդ կնոջ մոտ, փաստորենս վիրահատությունից հետո լորձաթաղանթը աճել էր, բացի նրանից, որ ձվածատում տեղի չի ունեցել, պրոգեստերոն չի արտադրվել, որ ձևափոխի այս լորձաթաղանթը ու դուրս գա, ճարպային հյուսվածքում էլ հավելյալ էստրոգեն է արտադրվում։ Արդեն ասել եմ, որ կանանց համար ճարպակալումը շատ վատ է, էնդոմետրիումի հիվանդությունները շատ են։ Այդ ճարպային հյուսվածքից էլ էստրոգենը գալիս, պատկերացնում եք ինչքան այդ լորձաթաղանթը կաճի։ Իրան բացատրում եմ, որ ասում եմ ձեզ, հիմա էլի որ ձեզ հիմա մենակ եկեք հայցի հորմոնալ բուժում նշանակենք ու վերջացնենք։ Չէ նորից գրում է, որի ձեր պատճառով սխալ վիրահատել եք, հիմա ես սիստեմաներ եմ ստանում, ասում եմ սիստեմաներ չկա տենց գինեկոլոգիայում։ Գինեկոլոգիայում ձեր դեպքում միայն հորմոնալ բուժումը, քանի որ սա հորմոնալ խանգարում է այս ամեն ինչը։ Չէ, մի խոսքով վատա, մեկ էլ էս երեք ուղարկել է մի լատոկ, որ այդ մսագունդերով, որ բանը քերել են բանը, տեսեք ձեզանից հետո ինչեր է մնացել։ Էլ արդեն բլոկեցի, որ ուրեմն արգանդի խորոչքերում այս դեպքում պետք չէ անել։ Արդեն լորձաթաղանթը վերցրել ենք, հյուսվածքը վերցրել ենք, դեռ 3 ամիս է չի անցել, ուրեմն այս հյուսվածքաբանական հետազոտությունը, ոնց որ ասում են, ժամկետ ունի 3 ամիս, 3 ամսվա մեջ ոչ մի հավելյալ բան պետք չի անել, ուղղակի եթե խնդիր կա, պետք է այդ խնդիրը բուժել, նորից եմ ասում, հորմոնալ ձևով։ Արգանդի խորոչի քերում կամ ինչ որ ասպիրատ վերցնել, օրինակ եթե պոլիպը հեռացրած լինի մի տարի հետո, այս կինես գանգատներով գար, կասեմ, գիտես, մի տարի հետո է այդ հյուսվածքաբանական հետազոտություն եղել, մի տարվա մեջ ձեր մոտ կարող էր 1000 հիվանդություն անգամ քաղցկեղ առաջանար, բայց քանի որ 3 ամսում քաղցկեղ չի առաջանում, արդեն բավական էլ քերում չենք անում, քերում ենք միայն այն դեպքում, երբ որ անտանելի արյունահոսությունները կյանքին վտանգ է սպառնում, ուշքը գնում է, իհարկե պետք է արգանդի խորոչը քերեն, քանի որ հորմոնները միջև նշանակ են կազդեն երկար կտևի։ Մի խոսքով սա էր խնդիրը, խնդիրներ ունենում ենք բուժառուների հետ, նորից եմ ասում, մարդ հարաբերություններում գուցե ավելի համբերատար է պետք է, իմ կողմից էլ իհարկե շատ խնդիրներ կան, որ ես ավելի շատ բժշկության մասին եմ մտածում, քան մարդ այդ հարաբերություններում մարդկանց դուր գալ, գուցե ավելի համբերատար լինել, ես էլ իհարկե տկարություններ ունեմ, որոնք պետք է շտկվել, բայց այսպիսի խնդիրներ ունենում ենք, աղոթում ենք, որ բարդություններ չլինի, բայց բարդություններ են լինում բժշկության մեջ, դրան էլ պիտի պատրաստ լինենք, բժշկությունը։ Այսպիսի տեսահոլովակներ նույնպես նկարահանելու եմ, որ խնդիրներս ու ինչի համար եմ այս տեսահոլովակը նկարահանում, որ կարող է ինձ են թվում, որ միայն այս 3 բուժառուն են, այս 2 տարվա մեջ այս 3 բուժառուներին չեմ դուր եկել, բայց կարող է լինել, որ ուրիշ բուժառուներին էլ չեմ դուր եկել, օրինակ եթե կլինի կխնդրեմ կոմենտներում գրեք, արդեն առանձին անգամ ասել եմ, որ այդ գովասանք, բան պետք չէ կոմենտներում գրել, քրիստոնյայի համար ամենավտանգավոր բանն է այդ գովասանքը, որ գրում եք, մարդ կարող է հավատա այդ ամեն ինչին ու ասի, բայց ինչ լավն է, որ հետո չաճի ու դա արդեն մարդու ավարտը կլինի։
Ես կուզեմ խնդիրները քննարկենք, ամեն մեկս մեր կողմից հասկանանք ինչ կարելի էր անել, որ այս խնդիրը չլիներ, գոնե հետագայում չեմ ասում այս հարաբերությունները շտկել կամ հետագայում այսպիսի խնդիրներ չունենենք, բայց խնդիրներ ցավոք սրտի լինելու են ու դա բերելու է մեր բոլորիս աճի։ Հուսամ օգտակար են, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։